համար, մեզնից յուրաքանչյուրիս համար, որ այսօր Տերը մեզի հավաքել է ստեղ, լսելու իր խոսքը, լցվելու իր խոսքով, զորությամբ, որովհետեւ մենք այս կյանքում, այս աշխարհում միշտ հաղթող ենք, ամեն։ Նախքան իմ թեմայից անցնելը ուղղակի որ այստեղ փառաբանության ժամանակ փառաբանեն կաղոթենք, միացպես խոսք եկա, գուցե մենակ իմ համար է, ուղղակի ուզեցա կիսվեմ, եթե ինչ-որ մեկի համար է, թող իր համար է։ Աստված ինձ հիշեցրեց մի բան, ասեց հիշե այն Աստծուն, որին որ դու ամենասկզբից տեսար, ճանճեցիր, այսինքն այն Աստծուն, որը քեզի դուրս բերեց աշխարհից, Եգիպտոսից ու քո կյանքիդ մեջ հրաշքներ բերեց։ Ու ես մտածեցի, ասեցի, Տեր, դու ախր նույնն ես, ասենք ինչն է փոխվել։ Ու Աստված էլի հիշեցրեց մի բան, որ գիտես ինչ, Աստված երեք այսօր հավիտյան նույնն է, բայց շատ դեպքերում մենք կփոխվենք։ Միտեղ էլ կա, չէ՞, սա առաջի քոսերը հիշե, մի թող։ Այսինքն հիշենք մեր Աստծուն, որը ինքը մեզի փրկեց, մեզի օրհնեց, մեզի բարձրացրեց, ու այն խանդավառությունը, այն մղումը, այն ջանքը, որ մենք ունենք առաջի օրերից, երբ որ Աստված հայտնվավ, հպվավ մեզի, գուցե ինչ-որ մեկի համար է, բայց առաջին ինձի համար է։ Ամեն։ Ուրեմն այսօր ուզում եմ խոսամ Պողոս Արաքյալի խոսքերից մեկը շատ հետաքրքիր ձևով մի քանի օր առաջ խոսում էի Երայի հետ, կնոջս հետ, ու այս թեման այդ ժամանակվանից ծնվավ։ Երկրորդ Տիմոթեոս 4:6-ը խնդրում եմ բացեք։ Պողոս Արաքյալը ասում է 7-րդ խոսքը կներեք. Բարի պատերազմ մղեցի, ընթացքս ավարտեցի, հավատքս պահեցի։ Այսօր մեր հետաքրքիր շատ պես բան կա, որ կա երկու բան, ավելի ճիշտ։ Կա ընթացք ու կա հավատք։ Կա ընթացք, որով մենք կընթանանք, եւ կա հավատք, որով մենք կապրենք, որով մենք կպահենք։ Կուզեմ այս երկու բառի վրա մենք մի քիչ մտածենք, ինչ է ընթացքը։ Եթե մենք ռուսերեն թարգմանությամբ կարդանք, գրված է «течение», այսինքն հոսանք, գետի հոսանք։ Գետը ինչ է անում։ Ինքը հոսում է։ Այսինքն մի հատ Աստված ունի որոշում, մի հատ ծրագիր ունի, մի հատ նախասահմանություն ունի մարդու համար, որը կոչվում է ընթացք։ Այսինքն գետ, երբ որ դու գետով գնում ես, ասենք նավակով կամ մի խոսքով ինչ-որ մի բանով, ինքը ունի հոսանք, որը քեզ տանում է, չէ՞, այսինքն դու իր միջոցով ես գնում, դու ինքդ չես գնում։ Եվ կա հավատք, որը ասում է Պողոս Արաքյալը, ես պահեցի։ Հավատքը դա Աստծուն լսելն է։ Այսօր մենք կապրինք մի հատ ընթացք եւ ունենք հավատք, այսինքն Աստծուն լսել։ Դու չես կարող Աստծուն լսել, եթե չլինես Աստծու ընթացքի մեջ, եւ դու չես կարող Աստծուն չլսել, եթե չլինես իր ընթացքի մեջ։ Այս երկու բառը շատ կարևոր է, ես սկսեցի ուսումնասիրել Պողոս Արաքյալի կյանքը ու այս գործք առաքելոց թուղթը մի քիչ կարդացի, տեղեր եմ դուրս գրել, շատ հետաքրքիր ինքը պատմում է ամեն ինչի մասին ու կարծում եմ, որ այսօր մենք կարիք ունենք այդ բանը մոտ վերանայել ու մենք էլ փորձենք այդ բանով ապրել, որովհետև Աստվածաշունչը գրված է մեզ համար, օրինակի համար։ Ու Աստված ինքը իր խոսքի մեջ է ու ինքը մեր ուղեցույցն է իր խոսքի միջոցով։ Եթե մենք կարդանք Գործք առաքելոց 20:22-ը, այժմ ահա հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ թե այնտեղ ինձ ինչ է պատահելու, բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ եւ նեղություններ են սպասում ինձ։ Բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծո շնորհքի ավետարանը վկայելու համար։ Պողոս Արաքյալը, երբ որ ինքը գնում էր, քարոզում էր, ինքը Աստծոց հայտնություն էր արել, որ ինքը պետք է քայլի եւ իր ընթացքը ուներ։ Մոտ հետաքրքիր բան է, այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ Պողոս Արաքյալը ինքը գիտեր իր ընթացքը, Աստծոց տրված իր ընթացքը։ Ու երբ որ ինքը քաղաքից քաղաք գնում էր, մենք հետո էլի կկարդանք այստեղ տարբեր մարգարեություններ, մարդիկ, հավատացյալներ, մարգարեներ հանդիպում էին նրան եւ ասում էին, մարգարեանում էին, որ մի գնա Երուսաղեմ, որովհետեւ քեզ այնտեղ բռնելու են, տանջվելու ես։ Շատ հետաքրքիր բան է, եթե այսօր լիներ այս բանը մեր կյանքի մեջ, պատկերացրու դու ունես մի հատ երազանք, մի հատ նպատակ,
ու մարգարեություն կա, որ ես ինչ քեզ սպասում է դժվարություն, քեզ սպասում է այս բանը, այսօր մենք կասենք, թե երևի Աստված զգուշացնում է, արեք հետ գնանք, արեք չանենք այդ բանը, բայց Պողոս Արաքյալը ասում է, ես անգամ պատրաստ եմ մեռնելու, որովհետև այդ ընթացքը, որ Աստծուց ինքը ստացել էր, ինքը այդ ընթացքը գիտեր, ինքը Աստծու եւ այդ հավատքը, որ ասում է, ես պահեցի, այսինքն ինքը Աստծուն լսում էր, ու երբ որ մենք կարդում ենք նորից այնտեղ, ինքը ասում է, Գաղատացիս թղթերի մեջ էր գրում, չի ասում է, երբ որ ես հայտնություն առա, այսինքն երբ որ Քրիստոսին տեսա, ես մարմնին եւ արյունին հարցում չարեցի։ Այսինքն մարմնին եւ արյունին, երբ որ մենք անում ենք հարցում, դա մեր կարծիքն է, դա մեր փորձն է, դա մեր շրջապատն է, այսինքն կա Աստծո կամք, Աստծո ընթացք եւ կա մարմին ու կա արյուն, այսինքն արյունը քո գենետիկան է, մարմինը դեսորվա քո ապրելուց ընթացքում դու ամեն ինչ հետ կշփվես մարմնով։ Այսօր մենք Աստծո հետևելու պայմաններից մեկը այն է, որ մենք մեր մարմնին եւ արյունին պիտի հարցում չենենք։ Եթե մենք կուզենք մեր ընթացքը, այսինքն Աստծուց տրված ընթացքը անցնենք, մենք պիտի հավատանք Աստծուն։ Այսինքն հավատքը Աստծուն լսելն է։ Հավատքը մենք չպիտի շփոթենք այն բանի հետ, որ ես ինչ ռուսերեն բառը ասում են ուպորստվա։ Այսինքն պնդաճագատություն պիտի չեղնի հավատքը, որ մի բան ես կուզեմ ու վերջ, դա չէ հավատքը։ Հավատքը հենց ուղիղ Աստծուց լսելն է։ Հավատքը այնն է, որ Աստված քեզի կուղորտե։ Դու կոնկրետ Աստծուց խոսք կստանաս քո անելիքիդ համար, քո կյանքիդ համար, քո իրավիճակիդ համար։ Եթե Աստծուց կոնկրետ խոսք մենք չունենք, դա չի կարող լինել հավատ։ Դա կարող է լինել մեր կամքը, դա կարող է լինել մեր փորձը։ Այսինքն ընթացքի մեջ մենք պիտի Աստծուն տեսնենք։ Եբրայեցիս թղթի մեջ ասում է, որ մենք ունենք բազում վկաներ եւ վկաներին նայելով մենք պիտի բազենք մեր արժեվ տրված ընթացքը, չէ՞, ասպարեզը համբերությամբ։ Այսինքն ինչ կգնանք մենք վազենք համբերությամբ։ Նա համբերությամբ վազել կլինի, եթե դու վազում ես, ինչպես ես համբերում։ Այսինքն համբերելը դա հենց այն բանն է, երբ որ դու վազում ես, բայց դու չես վազում։ Դու Աստծո խոսքով ես ապրում, Աստծուց առած ես գնում։ Այսինքն Հակոբ Հովետ 3 խոսային ինձ հարցրեց օրինակ ինչ բան է հավատալ Աստծուն եւ ինչ բան է վստահել Աստծուն։ Շատ կարևոր բան է, որ դու Աստծուն վստահես։ Եթե մենք Աստծուն չվստահենք, մենք չենք կարող Աստծուն ընթացքը հեշտալ։ Մենք չենք կարող Աստծուն հավատանքել։ Այսինքն հավատքը ինքը ուղղակի մարդը ցանկացած մարդ կարող է Աստծուն հավատալ, բայց վստահել Աստծուն դա նշանակում է, որ դու ինքդ քեզ ուրանում ես։ Դու ուրանում ես քո գիտեցածը, քո մարմնի թելադրանքը, քո վախը, քո անհանգստությունը, քո խնդրումը դու պիտի ուրանաս, եթե դու Աստծուն կվստահես։ Այսինքն Աստծուն վստահելու համար դու պիտի ուրանաս ինքդ քեզ։ Դա համար Հիսուսը ասեց, ոչ ոք ինձ արժան չի, եթե չուրանա իր անձը, չէ, խաչը չվերցնի ու հետևիցս չգա։ Այսինքն ուրանալ կնշանակե չունենալ քո կարծիքը Աստծո առաջ։ Մենք ունենք մեր կարծիքը, մարդկանց հետ շփվելուց, բայց Աստծո հետ ապրելու մեջ դու քո կարծիքը չունես, որովհետև Աստված ինքը պիտի ներգործե։ Դրա համար կա, մենք տեսես մեր շաբաթվա ընթացքում ահագին խոսացինք մեղքից։ Ինչ է մեղքը։ Կա մեղք, կա մեղքեր։ Ամենակարևորի մեղքը դա հենց Աստծուն չլսելն է։ Ինքնուրույն մարդը, երբ որ իր նախաձեռնությունը մարդկային է, ինքը քայլ կորոշե, ճիշտն ու սխալը, բարին չարը, ուզեմ չեմ ուզե, այս ամենը կոչվում է մեղք։ Դրա համար մեղքից էլ կբխեն մյուս բոլոր մեղքերը, այսինքն եթե մարդը Աստծու ուզածով չի ապրի, իր ձևով կապրի, բնական է ինքը պիտի ինչ որ սխալներ ունենա ու մեղքեր ծնվի։ Դրա համար մեղքը հենց այն բանն է, երբ որ մենք այդ ընթացքի մեջ չենք։ Դրա համար Պողոսը ասեց, ես ընթացքս ավարտեցի, այսինքն ինքը գիտեր որ դի հռոմ էր դա, չէ՞, այնտեղ մենք էլի կարդանք, ասում է եկեք ավելի ճիշտ մեծ խոսքը կարդանք ու Գործքի 20-ի, չէ, 19-21-ը։ Եվ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ, Մակեդոնիայով եւ Աքայայով անցնելով։ Նա ասում էր. իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ։ Տեսեք, Պողոսը ինքը ուներ մի հատ ընթացք, ու այդ ընթացքը Աստծուց էր։ Ու երբ որ այնտեղ իր մոտ Մարգարյանում ասում են, դες ինչ դու Երուսաղեմում քեզ սպասվում են դժվարություններ, ինքը այնտեղ գրված է ինքը Սուրբ Հոգուց կապված գնաց Երուսաղեմ։
Ռուսերենի մեջ գրված է Սուրբ Հոգուց մղված, տարբեր թարգմանությունների մեջ։ Շատ հետաքրքիր բան է, այսինքն ինքը ոնց էր առաջնորդվում Աստծո Հոգով, ինքը ոնց էր դրա համար ասում, ես հավատքս պահեցի։ Հավատք պահելը հենց Աստծուն լսելն է։ Հավատք պահելը ինչ է, որ դու ուղղակի խոսքը գիտես, անգիր արած։ Հավատքը դիք չէ, հավատքը այն է, երբ որ դու Աստծուն կլսես։ Այո, Աստված իր խոսքով կխոսա, բայց երբ որ Աստված կենտանի կխոսա, երբ կխոսա, երբ որ մենք կվստահենք, երբ որ մենք մեր ուզածը կտնենք կողքի, կհամաձայնվենք։ Գիտես ինչ, կարող է մարդը վախ ունենա, խնդրեմ ունենա, անհանգստություն։ Շատ դժվար է այդ ժամանակ Աստծուն լսելը։ Բայց երբ որ դու կվստահես Աստծուն, դու կթողնես այդ խնդրեմը, դու կթողնես այն դժվարությունը, այն արգելքը, որը քեզի կխանգարի Աստծուն լսել։ Դրա համար խաղաղության մեջ Աստված կգործի։ Եսայայի մեջ գրված է, չէ, հաստատուն միտքը դու կպահես կադայալ խաղաղության մեջ, որովհետև նա քեզ է հուսացած։ Այսինքն մենք երբ որ Աստծուն կհուսանք, մենք Աստծուն կվստահենք, մենք չենք էլ հիմնվի արդակին այդ ազդակների վրա, այդ խնդիրների վրա կամ վախերի վրա կամ կարող է եւ երազանքների վրա, նպատակների վրա։ Ես էլ ունիմ նպատակ, երազանք, ինչ-որ բան կուզեմ անեմ։ Երբ որ կզգամ, որ մի բանը չի ստացվի, գիտես ինչ, ես չեմ փորձի առաջ երթամ, ասեմ, գիտես ինչ հավատք է, ես պիտի անպայման մինչև վերջ երթամ, չէ, ես ունիմ Աստված, որը ինձ առաջ կտեսնի։ Ես պարտավոր եմ իրան հարցում անելու, այսինքն այդ մարմնի սվայունից հարցում չենեմ, իմ ցանկությանս հարցում չենեմ, իմ վախից հարցում չենեմ, ես պիտի Աստծուն հարցում անեմ։ Ինչի, որովհետև ես իր համար եմ ստեղծված։ Որովհետև Աստված ինձ որ կսիրե, ես լավը չեմ, որ ինձ կսիրե, ոչ է մեզի։ Որովհետև ինքը մեզի կամեցել է, չէ՞ կամենալով ծնեց մեզ իր ճշմարտության խոսքով, որովհետև մենք իր փառքի գովասան կլինենք։ Այսինքն մենք իր փառքի համար ենք ստեղծված։ Մենք մեզի համար չենք ստեղծված։ Մարդը այսօր այնքան է Աստծուց հեռացած, որ ինքը կմտածի, որ ինքը մտամ անկախ էակ է ու ինչ ուզի այն կարող է անել։ Ոչ, ճշմարտությունը այն է, որ Աստված մարդուն իր համար է ստեղծել։ Աստված մարդու հետ նպատակ ունի։ Եթե մենք ունենք երեխեք, մեր երեխեքին մենք մեր ձևով կսկսենք չէ դաստիարակել։ Երբեք մեր երեխան չի մտածի, որ ինքը ուրիշ է կամ ուրիշի երեխա է, չէ՞։ Ինչի, որովհետև մենք իրար հետ ենք, մենք իրան կսորվեցնենք։ Նույնը Աստված ինքը մեզի իր համար է ստեղծել։ Մենք իրան նմանվենք։ Մենք մեզի համար չենք։ Տարբեր մարդիկ կան աշխարհի մեջ, ասենք, ինչ որ հաջողությունների կարող են հասնել, բայց դիք իրանց բազգի ուժով, իրանց խելքով, ծանոթներով, բարեկամներով, բայց վերջում մենք դի Աստծո առաջ հաշիվ տանք։ Այսինքն Աստված, երբ որ մեր կյանքի մեջ մի բան կգործե, փառքը իրան կեշտա։ Մենք այդ բանի համար ենք Աստծո փառքի համար ստեղծված։ Այսինքն այսօր ես կարող եմ բարի գործեր անեմ, խելացի բաներ մտածեմ, բայց Աստված ինձ չառաջնորդ է, այսինքն իմ մղումս, իմ նախաձեռնությունս Աստծուց չեղնի։ Ու այդ բանը Աստծուն փառք չի բերի, Աստված չէ նեիր։ Ես քեզի ասացի անեիր։ Չէ։ Այսինքն մեր նպատակը այսօր դեռնի Աստծուց լսելը։ Ընթացքը էշտալը հենց այդ ընթացքը Աստծո որոշումն է։ Ու այդ որոշման մեջ հավատք պահելը, այսինքն Աստծուն լսելը։ Շատ անգամ մեզի կան լիքը շեղող հանգամանքներ։ Մենք այդ հանգամանք ես չեմ ասում, բոլորս գիտես ինչ կադայալ է կրնանք եղնի։ Չէ, մենք կապրենք մարմնով ու հնարավոր է որ մարդը սխալվի, սխալվելուց պետք չէ վախենալ։ Բայց ամենակարևոր բանը թե սխալվիմ, թե չսխալվիմ, թե բարձրանամ, թե իջնի մեն ամենավարը Աստծուն ունենամ։ Էս է ամենակարևորը, դες է հավատք պահելը, որ դու Աստծուն կլսես։ Մեր նպատակը այսօր Աստծուն լսելն է, որովհետև եթե դու կուզես, որպեսզի գիտե Աստծո կամքը կատարվի քո կյանքի մեջ, եթե ես կուզեմ, որպեսզի Աստծո կոչումը իմ կյանքիս մեջ կատարվի, ես պարտավոր եմ լսեմ ու վստահ եմ Աստծուն, որովհետև հեղինակը ոչ թե ես եմ, ոչ թե իմ երազանքս է, որ ես երազեցի ու կրնամ հասնեմ, դիք աշխարհը պես կմտածի։ Չէ, Աստված է երազողը, Աստված է որոշողը ու Աստված է այդ ամեն ինչին ինչե վերջ հասցնողը։ Ում եմ ուրեմն ես պարտավոր լսելու։ Տիրոջը։ Էս է։ Դրա համար պիտի մարդը իրան ուրանա։ Ինքը պիտի կարողանա, մարդը կարողանա, այսինքն պիտի ասել շփվից, ասել հաղորդակցվից, որպեսզի այդ զորությունը առնես։ Պիտի եկեղեցու մեջ եղնես, պիտի մասնակցես, այսինքն բոլոր շատ ասենք դες մենք ենթադրենք ճաշ կպատրաստել, չէ՞։ Լիքը տարբեր բաղադրիչներ կան, չէ՞։ Նույնը մեր կյանքն է, մենք չենք կրնա զուտ մեր բանի վրա հիմնվին։ Տարբեր գործոններ կան։ Եկեղեցի գալն է, աղոթելն է, կարդալն է, մասնակից եղնելն է Քրիստոսի մարմնին։ Այսինքն այսօր եթե մենք մարմնի անդամ ենք, մենք մարմնի անդամ ինչ որ պատկերացու ընտանիքի անդամ ես, դու ընտանիքի մեջ գիտես ինչ խնդիր կա։
ու դու եթե ընտանիքի անդամ ես, դու պետք չէ մեկը քեզ ասի, գիտես ինչ այս բանը պետք է արվի։ Դու արդեն իսկ գիտես ինչ պետք է արվի։ Ինչ է պետք, ինչ կարիք կա, կամ ինչ դու կարող ես անել։ Օրինակ երբեք իմ փոքր երեխուցս ես չեմ պահանջի, որ ինքը գիտես ինչ փող աշխատի բերե տուն, չէ՞։ Բայց ես իրանից կարող եմ պահանջել, որ գիտես ինչ ինքը իր սենյակը մաքուր պահի օրինակի համար, չէ՞։ Կամ գիտես ինչ իր դասերը մինչև վերջ երներ։ Այսինքն ամեն մեկս մեր գործը այս մարմնի մեջ, եկեղեցու մեջ ունի։ Այսօր Աստված է մեզ այստեղ հավաքել։ Մենք կնայինք ուրիշ տեղեր ունենք։ Բայց գիտես ինչ Աստված է որոշի, Աստված մեր ճամփեքը ինքը կտանի։ Եթե այսօր մենք ստեղ ենք, այս մարմնի մեջ ենք ծնվել, այս դարաշրջանում ենք ծնվել, այս քաղաքում ենք ծնվել, ուրեմն փառք Աստծուն, ուրեմն ճիշտ տեղում ենք, Աստված է որոշել։ Մենք չենք կարող որոշել, որ մենք այստեղ տեղն ենք։ Ոչ մեկս։ Անձինս ես։ Դրա համար, եթե մենք ստեղ ենք, Աստված որոշել է ինչ-որ բան ընթացք է տվել, եկեք այդ ընթացքի մեջ պահենք հավատքը, այսինքն լսենք Աստծուն, լսենք Հոգուն ու թե Աստված մեզի համար ինչ ունի, ինչ կարող ենք մենք անել, որպեսզի որն է եկեղեցու նպատակը։ Եկեղեցու նպատակը աշխարհի մեջից մարդկանց փրկելն է։ Եկեղեցու նպատակը եկեղեցու ժողովրդի մեջ մարդկանց կյանքը փոխելն է, բարձրացնելն է, զորացնելն է։ Դա համար թե դուք որ զորավոր եք տղաների տղարությունը պիտի վերցնեք, չէ՞։ Թե մեկը մյուսից բերը կրելով կկատարեք Քրիստոսի օրենքը։ Այսինքն Աստվածաշունչը ինքը մեզի կուտա բոլոր ինստրուկցիան, չէ՞, թե ինչ պիտի արվի։ Բայց ամենակարևոր բանը այս ընթացքի մեջ մենք պիտի հոգուց առնենք, Աստծուց լսենք ու գործենք, որովհետև մենք այս մարմնի անդամ ենք։ Ու այս մարմինը Քրիստոսի մարմինն է ու Աստված է այս մարմնի Տերը, ինքը կպահե, ինքը կշահե։ Մեր գործը ուղղակի վստահելն է Աստծուն։ Երբ որ մենք վստահենք, փառքը կերևա։ Բայց երբ որ մենք չենք վստահի, մենք փորձենք ամեն մեկս մեր ձևով ապրենք, փառքը մեզի կեշտա։ Բայց դե շատ դեպքերում այդ փառքը հետ չի երևա, չի եղնի, որովհետև մարդը երբ որ փորձեք ինքնուրույն է, չի ստացվի։ Նոր մի հատ հետաքրքիր վիդեո կնայի, այնտեղ մեկը ասենց հատակի վրա սողալով հետ կուկա ու գրված էր ես երբ որ որոշեցի ինքնուրույն գործեմ առանց Աստծո։ Նորից հետ եմ գալիս դեպի Աստծուն, այսինքն որովհետև չի ստացվի։ Աստվածը երբեմն կթողնի, որովհետեւ մենք հասկանանք, որ չի ստացվի, որովհետեւ վստահենք իրան։ Ամեն։